Բարեկալու Civilnet մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մասնագետ Անդրանիկ Շիրինյանն է, որը նախկինում ղեկավարել է Freedom House-ի աշխատանքները Հայաստանում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անդրանիկ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք ձեզ հետ մի քանի թեմաների մասին ենք խոսելու։ Դրանք տարբեր թեմաներ են, բայց դրանց բոլորը այդ թեմաները միմյանց կապում է հենց իրավունքը։ Իրավունքի հետ կապված հարցերը, մեր իրավունքների գիտակցությունը հասարակ մարդկանց կողմից, հա, իրենց իրավունքների գիտակցությունը եւ դրանց պաշտպանությունը։ Տեսեք, այսօր հենց ճամբարակում տեղի ունեցել պայթյուն, որը բավական ողբերգական հետևանք է ունեցել, ժամ առ ժամ զոհերի թիվը այդ պայթյունի հետևանքով ավելանում է։ Այս պահի դրությամբ 3 թե 4 զոհ է արձանագրվել, կան մարդիկ, որոնք համարվում են դեռ չգտնված եւ կան փլատակների տակ են ենթադրում եմ եւ կան մարդիկ, որոնք տուժած են ուղղակի, վիրավոր են եւ գտնվում են հոսպիտալացված են։ Շատ հաճախ երբ որ խոսում ենք մենք անվտանգությունից, մենք անվտանգությունը պատկերացնում ենք սահմանային անվտանգություն կամ ոստիկանության կողմից որոշակի գործողություններ իրականացում հանրային կարգի պահպանության տեսանկյունից, բայց անվտանգության մյուս ֆորմաների, մյուս ձևերի վերաբերյալ գրեթե պատկերացում չունենք, սկսած, չգիտեմ, էլեկտրական հոսանքի կամ կենցաղային խնդիրներով պայմանավորված անվտանգությունից, մինչև անվտանգության այլ տեսակներ։ Ինչու է այդպես եւ ինչու ենք մենք ունենում պարբերաբար նման իրավիճակներ, այսինքն մենք ունեցանք 2 տարի առաջ էլ Սուրմալուի դեպքը, չնայած պետությունը պարբերաբար խոսում է, որ պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի, բայց դրանք չեն տեղի ունենում կամ այնքան էֆեկտիվ չեն տեղի ունենում, որ իսկապես կանխարգելվեն։ Շնորհակալ եմ հրավերի համար ու շնորհակալ եմ շատ ծավալուն հարցի համար, շատ բարդ թեմայի ենք անդրադառնում անվտանգության թեման եւ բազմաթիվ շերտեր ունի այս թեման։ 2020 թվականից հետո հատկապես անվտանգություն ասելով շատ ճիշտ ասացիք, որ հիմնականում մենք հասկանում ենք սահմանային անվտանգությունը եւ սա արդարացիորեն այդպես է, որովհետեւ հիմնական վտանգը կարծես թե գալիս է մեր հարևաններից, հարևան Ադրբեջանից 2020 թվականի պատերազմ, այնուհետև սահմանային լարվածություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուամենայնիվ հատկապես վերջին տարիներին մենք տեսնում ենք մի շարք դեպքեր, որոնք դուք ինքներդ էլ նշեցիք, այդ երկուսը վերջին դեպքը ճամբարակում, ինչը սարսափելի դեպք եւ շատ ցավակցում եմ բոլորի հարազատներին, զոհվածների եւ վիրավորների եւ միևնույն ժամանակ նաեւ Հայաստանում մենք տեսնում ենք այնպիսի անվտանգային իրավիճակներ, ինչպիսիք են օրինակ նախորդ տարվա ջրհեղեղը Հայաստանի հյուսիսում։ Ցավոք սրտի իրականությունն այն է, որ Հայաստանում եւ կարելի ասել ամբողջ աշխարհում այս պահին կա, այսպես ասած, ուշադրության ճգնաժամ։ Մենք չենք կարողանում մեր ուշադրությունը սևեռել եւ պահել իրադարձությունների վրա։ Տեղի ունեցավ օրինակ Սուրմալուի դեպքը, որը քննարկվեց, քննադատվեց, կարծես թե քննարկվում էր պատասխանատվության թեման եւ անգամ ես չեմ կարողացել հետեւել այդ իրադարձությանը ինչ հետևեց, արդյոք որևէ մեկի ենթարկվեց պատասխանատվության, թե չէ, որովհետեւ տեղի են ունենում բազմաթիվ դեպքեր, մեկը մյուսին հետևում է եւ մենք չենք կարողանում մեր ուշադրությունը սևեռել եւ պահել մի հարցի վրա։ Կամ ջրհեղեղը, որ տեղի ունեցավ նախորդ տարի, արդյոք Հայաստանում բավականաչափ քննարկվում է կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները։ Ընդ որում, եթե մենք նայում ենք մի շարք ուսումնասիրություններ, տեսնում ենք, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը մեծապես ազդվելու են կլիմայի փոփոխության հետևանքով տեղի ունեցող անոմալիաներից։ Մենք արդեն տեսնում ենք Երևանում տեղի ունեցող անձրևներ եւ փորդառատ անձրևներ, որոնք անգամ համակարգը չի կարողանում հեռացնել, բայց կարծես թե այս թեմայով քննարկումներ չկան։ Ցավոք սրտի Հայաստանում ձևավորվել է մի միջավայր, երբ որ մենք անվտանգություն ասելով, այո, հասկանում ենք անվտանգություն միայն սահմանային անվտանգություն եւ չկա քննարկում, թե որքանով ենք մենք ապրում անվտանգային պայմաններում Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս։ Սրանք բաներ են, որոնք վրա մենք կարող ենք ազդեցություն ունենալ, ցավոք սրտի մենք այդ ազդեցությունը չենք ունենում, որովհետեւ շատ ավելի հեշտ է կարծես թե մեր ուշադրությունը սևեռել այն թշնամու վրա, որի հետ կապված մենք
կարծես թե մեր ձեռքերը լվացել ենք, որևէ բան մենք չենք կարող անել, բայց մեր երկրի սահմաններից ներսում մեր հետ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մենք կարծես թե որևէ քայլ չենք ձեռնարկում։ Դուք ասացիք, որ իշխանությունները եւս այս մասով բազմաթիվ քննարկումներ կամ ժամանակ առ ժամանակ անդրադարձներ կատարում են, բայց մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, որ իրավիճակը սկսում են անդրադառնալ դրան։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ սրանք հիմնական ռեակցիոն են, տեղային են եւ դրան չեն հետևում գործողությունները։ Կարծում եմ, որ մենք առհասարակ ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունում, հետհեղափոխական Հայաստանում բարեփոխումների հետ կապված մենք գտնվում ենք այս թունավոր շրջապտույտի մեջ։ Մեր կյանքում տեղի են ունենում երևույթներ, մենք արձագանքում ենք այդ երևույթներին, այնուհետև այդ երևույթները կարծես թե որևէ լուծում չեն ստանում եւ որևէ կերպ չեն փոխակերպվում կամ բարեփոխվում։ Այս թունավոր շրջապտույտից պետք է դուրս գալ նշանակալի բարեփոխումներ անելով Հայաստանի ներսում անվտանգային ոլորտում, բանակում, չգիտեմ, այսօրվա քննարկվող թեմաներն են եկեղեցին, այդ բարեփոխումները պետք է լինեն ոչ միայն որ մենք քննարկում ենք, քանդում ենք եղած ինստիտուտները, այլ նաև թե ինչ ենք հետագայում կառուցելու այդ ինստիտուտների փոխարեն եւ որքանով են այդ լուծումները լինելու մարդակենտրոն եւ որքանով են դրանք հենց ունենալու մարդուն իրենց կենտրոնում, որովհետեւ նորից կարծում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում մենք ունենք այս խնդիրը, որ հատկապես էլի պատերազմից հետո կարծես թե բարեփոխումները, որ նախաձեռնում են իշխանությունները, նախ դրանք շատ քիչ են քննարկվում հանրության հետ եւ հետո կարծես թե դրա կենտրոնում դադարել է լինել մարդ եւ անհատը։ 7 տարի է այս ուժը, քաղաքական, իշխող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը իշխանության է։ Կասեք մի բարեփոխում համակարգային, որ սկզբից մինչև վերջ, ինչպես դիզայն է արվել, այնպես էլ իրականացվել է։ Շատ դժվար է խոսել այդպիսի բարեփոխումների մասին, ես հիմա փորձում եմ իմ խոսքը ձևակերպել հիմնվելով նաև նախկին իմ գործունեության ընթացքում Freedom House-ում մեր կողմից կազմվող զեկույցների վրա, քանի որ մենք կազմում ենք այդ ժողովրդավարության զեկույցները եւ շարունակելու է կազմել կազմակերպությունը, բայց դժվարանում եմ կոնկրետ նաև հիմնվելով այդ զեկույցների վրա հիշել մի բարեփոխում, որը կարծես թե սկսվել եւ հասել է իր դրական եւ դրամաբանական վերջնարդյունքին ելի իր կենտրոնում ունենալով մարդուն։ Եղել են մի շարք փոփոխություններ, օրինակ եթե մենք խոսենք մեդիա դաշտի մասին կամ խոսքի ազատության մասին եւ իմ դիտարկումներով եւ տարբեր միջազգային կազմակերպությունների դիտարկումներով Հայաստանում ստեղծվել է ազատ մեդիա դաշտ եւ ազատ տարածք հանրային քննարկումների համար։ Ընդ որում, օրինակ, եթե մենք հիմնվենք լրագրողները առանց սահմանների կազմակերպության դիտարկումների վրա, իրենք նաեւ շեշտում են, որ Հայաստանում այդ ինքնագրաքննությունը, որ կար ժամանակին ինչ որ հարցերի շուրջ, տաբու թեմաների շուրջ, կարծես թե չէր կարելի խոսել, կամաց-կամաց նաեւ դա է վերանում։ Սա է շեշտում նաեւ Freedom House-ի իր զեկույցներում։ Բայց դժվար է հիշել այնպիսի բարեփոխումներ, որոնք հասել են իրենց տրամաբանական ավարտին։ Մեդիայի հետ կապված եղել են մի շարք օրինակ բացասական նախաձեռնություններ, որոնց արձագանքել է Freedom House-ը, ծանր վիրավորանքի օրինագիծը, որը ազդելու էր մեդիա ազատությունների եւ խոսքի ազատության վրա։ Եվ վերջին շրջանում, վերջին 1 տարվա, տարուկեսվա ընթացքում մենք աշխատել ենք նորից, եթե մեդիայի մասին ենք խոսում, մեդիա ինքնակարգավորման օրենսդրության վրա, որը կարծես թե օրենքի նախագիծը արդեն կա, հանրային քննարկումներ տեղի ունեցել են, հանրային քննարկումներ կազմակերպեցինք եւ մենք, եւ ազգային ժողովը, եւ կառավարությունը, բայց կարծես թե օրինագիծը առաջ չի գնում։ Մեկ այլ օրինագիծ, որ ես կարող եմ, որ կոմպետենտության հարց է, դա ինչի հարց է, թե պոպուլիստական իշխանությունները այդպիսին են, իրենք չեն կարողանում բարեփոխում իրականացնել։ Երևի թե երկրորդ տարբերակն է, որովհետև եթե օրինակ հիմնվենք ինքնակարգավորման օրինագծի վրա մեդիայի, մենք օրինագիծը պատրաստեցինք արտահայտության նախարարության հետ, այնուհետև հանրային քննարկումներ արեցինք, հիմա քանի որ ինստիտուցիոնալ առումով ես ներգրաված չեմ այդ process-ի մեջ, դժվար է ասել թե ինչն է պատճառը, որ առաջ չի գնում, բայց նախագիծը կարծես թե արդեն կա, գոյություն ունի։ Սա այս նախագծի մասով, բայց կան նախագծեր, օրինակ, որոնք որ խնդրահարույց են իշխանությունների համար, հա, օրինակ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև կնքված SEPA-ի պայմանագրով
կա կետ, որը նաև նախապայման է վիզայի ազատականացման համար, որ Հայաստանը պետք է վավերացնի ունենա հակախտրականության օրենք։ Ազգային ժողովը պետք է ընդունի հակախտրականության օրենքի նախագիծը եւս վաղուց կա, այնտեղ խնդիր են օրինակ սեռական փոքրամասնությունների հետ կապված նշումները, որոնք որ այս պահի դրությամբ կամ վերջին նախագիծը, որը ես տեսել եմ, նշում դրա մասին չկար, եւ սա բազմաթիվ քննարկումների, քննադատությունների տեղիք է տվել։ Կարծես թե նախագիծը եւս առաջ չի գնում։ Այստեղ կա այդ քաղաքական կամքի եւ խիզախության խնդիր իշխանությունների կողմից, արդարադատության նախարարության կողմից, բայց էլի լուծումները եւ խնդիրները եւս շատ տեղային են եւ դժվար է ասել, որովհետեւ քանի որ մենք չենք ապրում ինստիտուցիոնալ ժողովրդավարությունում, շատ խնդիրներ կապված են անձանց հետ, շատ խնդիրներ կապված են ինստիտուտների հետ, որ նախարարությունն է ղեկավարում այս կամ այն աշխատանքը։ Դրա համար այո, կարելի է ասել, որ լողոզվում է նաև պատասխանատվության ինստիտուտը։ Այո, կարելի է ասել, որ հիմնական պատճառը միգուցե երբեմն պոպուլիստական խոստումներն են, այն խոստումները, բարեփոխումները, որոնք որ կարծես թե չկա այդ եռանդը հետագայում իրականացնելու, հիմնական դրանք կապված են նախընտրական քարոզչությունների հետ, բայց նաև կա կոմպետենտության խնդիր վստահաբար։ Այո, բայց երբ տրվում են նման բարձրակոչ հայտարարություններ են արվում իշխանության կողմից այս կամ այն բարեփոխման վերաբերյալ կամ այս կամ այն խոստումն է տրվում, առաջին անգամ չի կատարվում, հանրությունը կարող է ներել ասելով, որ դե լավ գուցե ինչ-որ պատճառներ կային։ Երկրորդ անգամ արվում է եւ սա այլ տեղից չի շարժվում այլ թեմայով, սա արդեն որոշակի վիճակագրություն է ստեղծում, հա։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ սա արդեն գործելավոճի մասին է խոսում։ Եվ սա հանգեցնում է նրան, որ մարդիկ արդեն տվյալ իշխանության սկսում են անլուրջ վերաբերել, այսինքն լավ, այս անգամ էլ արեց հայտարարություն, որ կպատժի օրինակ նրանց, ովքեր որ պետք է պատժվեն այս կամ այն նույն օրինակ ճամբարակի դեպքի հետ կապված, հա, մարդիկ արդեն մտածում են, լավ, մեկը պատիժ չի լինելու, կլինեն հայտարարություններ, բայց ոչինչ չի փոխվի։ Տեսեք, անգամ եթե մենք նայենք օրինակ Կովկասյան բարոմետրի կողմից վերջերս կատարված հարցումը, կտեսնենք, որ հանրության շրջանում կա մեծ ապաթիա քաղաքական մասնակցության առումով։ Ինձ հատկապես հետաքրքիր էր, որովհետև ես նաև ժամանակին եղել եմ շատ ակտիվ քաղաքացիական շարժումներում, ինձ հետաքրքիր էր այն հարցերը, որոնք հատկապես վերաբերում են այս քաղաքացիական ակտիվիզմին, եւ մարդիկ ասում էին, որ օրինակ 90%-ը չի մասնակցել որևէ հանրահավաքի, 90%-ից ավելին չի ունեցել որևէ քաղաքացիական ակտիվիզմի դրսևորումներ։ Սրանք շատ լավ ցուցիչներ են հասկանալու համար, թե ինչպես է հանրությունը արձագանքում իշխանությունների կողմից այդ պոպուլիստական քայլերին, պոպուլիստական ասլով այստեղ նկատի ունենք այն խոստումները, որոնք հետագայում որևէ կերպ չեն նյութականանում։ Մարդիկ հիասթափվում են ոչ միայն քաղաքական գործիչներից եւ քաղաքական կուսակցություններից, այլ նաեւ քաղաքական գործունեությունից առհասարակ։ Այնտեղ շատ ուշագրավ էր իմ համար տեսնել այն արդյունքները, որտեղ ասում էր, որ օրինակ մարդկանց 60-ից 70%-ը կարծում էր, որ ինքը երբևէ չի կարողանա կամ իր պես անձը երբևէ չի կարողանա զբաղվել քաղաքականությամբ կամ մտնել այդպիսի գործընթացների մեջ։ Սա իրականում Հայաստանի պես քաղաքականություն ծոտարման գործընթաց է։ Այո, Հայաստանի պես նոր անցումային ժողովրդավարությունների համար սա մեծ խնդիր է, որովհետև կարևոր է ունենալ քաղաքականացված զանգված հասարակություն, ովքեր որ էլի նշանակալի մասնակցություն կունենան այդ գործընթացներին։ Շատ լավ։ Մոտենում են ընտրությունները քիչ-քիչ եւ հիմա դիսկուրսները ավելի շատանում են, դիսկուրսները ավելի սաստկանում են։ Հիմա մենք տեսնում ենք աճող լարվածություն կառավարության եւ եկեղեցու միջեւ։ Մի մասի համար սա իրավունքի խնդիր է, ասելով, որ օրինակ պետությունը թիրախավորում է ցանկանալով փոխել կաթողիկոս թիրախավորում է խղճի ազատությունը, կրոնական ազատությունները, մյուս մասը ասում են սա զուտ քաղաքական խնդիր է եւ պետք չի խառնել դրա հետ։ Ըստ ձեզ ինչ է տեղի ունենում։ Դուք ինչպես եք ընկալում այս աճող լարվածությունը, այս սուր հարաբերությունները եկեղեցի պետություն։ Կարծում եմ այստեղ երկու շերտ կա հարցին անդրադառնալու։ Նախ եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքը, որը պետք է հարգվի երկու կողմերից, եւ իշխանությունից եւ եկեղեցուց, կարծում եմ կարեւոր է շեշտել, ինչքան էլ որ այսօր հանրային դիսկուրսը կարող ենք օբյեկտիվորեն ասել, որ ի աջակցություն համենայն դեպս այն զանգված ովքեր որ ակտիվ են հասարակական դաշտում աջակցում են այս իշխանություն եւ եկեղեցի հակամարտության մեջ եկեղեցուն, կարեւոր է շեշտել, որ
ամեն դեպքում եկեղեցին եւ եկեղեցականները ի սկզբանե մտել են քաղաքական process-ների մեջ։ Եվ ես չեմ ուզում այս ամենը հիմնել որպես որ եկեղեցին չպետք է որևէ քաղաքական խոսք ունենա կամ ընդգրկվի այդ process-ներում, խոսքը բնավ դրա մասին չէ, բայց կարծում եմ ինչ որ պահից սկսած օբյեկտիվորեն եկեղեցու գործունեությունը եղել է ի աջակցություն կոնկրետ քաղաքական խմբակների եւ իմ համար այս եկեղեցի եւ պետություն տարանջատման սկզբունքի կոնտեքստում եկեղեցու հետ կապված հենց սա է խնդիրը, որովհետեւ կոնկրետ իմ համար ակնհայտ է, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո եկեղեցին ընդգրկվելով քաղաքական process-ների մեջ աջակցել է կոնկրետ քաղաքական խմբակի ընդդիմության, որոնք որ ներկայացնում են մինչ հեղափոխական գործող ռեժիմը Հայաստանում։ Այն ինչ այսօր անում է իշխանությունը, որևէ կերպ չի կարող արդարացվել, որովհետև իմ կարծիքով սա հատկապես վերջին օրերին Հայաստանի Հանրապետության վարչապետի գրառումները, Հայաստանի Հանրապետության կաթողիկոսին հայ առաքելական եկեղեցու առաջնորդին փոխելու հետ կապված, կարծում եմ, որ ամեն դեպքում կա սահմանադրական խնդիր, այստեղ պետք է ուսումնասիրություններ արվեն։ Միևնույն ժամանակ կարևոր է շեշտել, որ այո, եկեղեցու եւ պետության հարաբերություններում կան շատ բացեր, որոնք որ պետք է հասցեագրվեն, սեփականության խնդիր, այնտեղ հարկային հարցեր եւ այլն, որոնք բարձրաձայնվել են 2018 թվականից սկսած իմիջիայլոց, սրանք նոր հարցեր չեն, իշխանությունները դրա մասին վաղուց խոսել են։ Հիմա կարծես թե մենք կուլմինացիայի փուլում ենք, բայց այնտեղ ինչ որ ժամանակ նաեւ եթե կհիշեք եկեղեցին եւ իշխանությունները ստեղծեցին մի խորհուրդ, որը պետք է զբաղվեր եւ քննարկեր այս հարցերով, այս հարցերը դրան հետևեց Լեռնային Ղարաբաղում պատերազմը եւ ամեն ինչ գնաց հետին պլան։ Մի խոսքով կան հարցեր, որոնք որ պետք է լուծվեն, կա միջազգային պրակտիկա, որի վրա կարելի է հիմնվել, բայց լուծման ճանապարհը բացարձակ այն ճանապարհը չէ, որով որ այսօր իշխանությունները գնում են։ Եվ նաև երկրորդ շերտը, հա, այս խնդրի իմ կարծիքով այն լեզուն է, որը որ իշխանությունները կիրառում են եկեղեցու հանդեպ, որովհետև ամեն դեպքում թիրախավորվում է, ինչքան էլ իշխանությունները իրենց խոսքում նշում են, որ մենք թիրախավորում ենք կամ հասցեագրում ենք կոնկրետ եկեղեցականների եւ ոչ թե եկեղեցուն, տեսնում ենք նաև հանրային արձագանքներից, որ հանրությունը բացասաբար է արձագանքում սրան եւ սա ընկալվում է որպես թիրախավորում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Կարծում եմ իշխանությունները շատ անելիք ունեն այս առումով իրենց խոսքը մեղմելու եւ միգուցե եթե փորձենք լուծումներ գտնել, հա, այս ստեղծված իրավիճակին, իմ կարծիքով նաեւ որպես հասարակական ոլորտի ներկայացուցիչ կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք նաեւ մեդիան պետք է կարողանանք ձևավորել նարատիվներ եւ ոչ թե թողնել, որպեսզի իշխանությունները դոմինացնեն ամբողջ մեդիա դաշտը եւ ստեղծեն նարատիվներ եւ այնուհետեւ շարունակեն այդ նարատիվները եւ լուծումներ առաջարկեն, մենք պետք է կարողանանք ինքներս ձևավորել այդ նարատիվները, այն խնդիրները, որ կան այսօր տարբեր ինստիտուտներում, տարբեր դաշտերում եւ չթողնենք դրանք իշխանություններին, որովհետեւ օրինակ եթե անգամ խոսենք հասարակական կազմակերպությունների մասին, իշխանությունները ինչ որ պահի նաև սկսեցին խոսել հասարակական կազմակերպությունների մեդիայի թափանցիկության մասին։ Կարծում եմ, որ այստեղ պետք է ավելի նախաձեռնողական լինել ինչ որ հարցերում եւ չթողնել, որ իշխանությունները նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, մենք պետք է կարողանանք նարատիվներ ձևավորել։ Այսինքն ելքը այս իրավիճակից դուք պատկերացնում եք մեդիայի դերակատարմամբ, թե կոնկրետ այս իրավիճակի հետ կապված կարծում եմ, որ ամեն դեպքում այս հարցերը չեն կարող մնալ չլուծված։ Ամեն դեպքում պետք է փորձել լուծումներ գտնել այն բաց մնացած հարցերին, որոնք կան եկեղեցու եւ իշխանության հետ հարաբերություններում, դա բացարձակապես իմ կարծիքով կաթողիկոսի անձի խնդիրը չէ, դա մի շարք հարցեր են, ինչպես նշեցի, այդ հարկերի հետ կապված խնդիրը, եկեղեցու սեփականության հետ կապված խնդիրը եւ այլն, հիմնվելով էլի լավագույն միջազգային փորձի վրա, միգուցե պետք է լուծվեն դրանք։ Բնականաբար բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսությամբ, եթե մենք գտնում ենք, որ մենք ապրում ենք ժողովրդավարական հասարակությունում եւ ժողովրդավար երկրում։ Ցավոք սրտի այսօր այն դիսկուրսը, որ ծավալվում է Հայաստանում, կարծում եմ բացարձակ չի համապատասխանում ժողովրդավարական երկրում տեղի ունեցող քննարկման, իսկ
մյուս հատվածը խոսքից կարծում եմ ավելի շատ ուղղված էր նրան, որ մենք վերացարկվելով հա կոնկրետ այս իրավիճակից եկեղեցու եւ պետության միջև հարաբերություններից ես տեսնում եմ, որ շատ հաճախ իշխանությունները սկսում են կոնկրետ թեմայով քննարկումներ, իրենք են սկսում այդ քննարկումները, իրենք են ծավալում, երբեմն ընդգրկում են այս կամ այն փորձագետներին այդ քննարկումներում, երբեմն ոչ առհասարակ որևէ հասարակական ներգրավվածություն չի լինում դրան եւ իրենք են ծավալում այդ քննարկումները։ Օրինակ եկեղեցու հետ կապված այս խնդիրը բոլորս գիտենք վաղուց կար, նորից ոչ թե հիմնվելով կաթողիկոսի անձի վրա, այլ հարկային քաղաքականության եւ սեփականության իրավունքի։ Այս մասով կարծում եմ, որ Հայաստանում օրինակ մենք ունենք այն փորձագետներ, ովքեր որ կարող էին բացել այս թեման, ունենալ քննարկումներ, գրել հոդվածներ եւ այլն, բայց կարծես թե մենք հասանք նրան, որ իշխանությունները սկսեցին այս քննարկումները։ Ասածս հենց սա է, որ պետք է կարողանա Հայաստանի ինտելեկտուալ դաշտի ինտելեկտուալ մարդիկ իրենք բացեն այս քննարկումները, իրենք ծավալեն այդ քննարկումները, իրենք ստեղծեն նարատիվներ, որոնք որ կարևոր են Հայաստանում այդ ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացման համար։ Վերջին հարցը ո՞րն է ավելի վտանգավոր, քաղաքականացվող եկեղեցին, թե եկեղեցու գործերին խառնվող իշխանությունը։ Կարծում եմ երևի թե դժվար է այստեղ համեմատական տանել։ Երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են, երկուսից էլ պետք է զերծ մնալ։ Սրանք ես երևի թե իմ խոսքը կառուցեմ էլի հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա եւ առհասարակ եկեղեցու եւ պետության հարաբերությունները պետք է հիմնվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա, կան Վարչապետի վերջին գրառումները Սահմանադրության խախտում են, եթե դրանք տեղի ունենան։ Դժվար է իմ համար մեկնաբանել արդյոք սրանք սահմանադրության խախտում են թե չէ, վստահաբար այստեղ անելիք ունի օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որը կարող է միգուցե մեկնաբանել, բայց սրանք կարող են ընկալվել որպես սահմանադրական նորմերի խախտում, դրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ տեսանք, որ այո, սա միգուցե կարող է ընկալվել որպես միջամտություն եկեղեցու գործերին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլնետ տաղավարում ես զրուցեցի Անդրանիկ Շիրինյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։